Մենք հիմա խոսել ենք էլեկտրաէներգիայի թանկացման մասին, մի քանի դիտարկումներով հանդես եկավ երկրորդ նախագահը, որին արձագանքեց քաղաքապետարանը եւ էկոնոմիկայի նախկին նախարարը, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը ճիշտ դիտարկումներին հատկապես Որոտանի հեքիա վաճառքի հետ կապված երկրորդ նախագահի մոտեցումը, ով է ուզում սկսել, դա անշուշտ խոսել էր մասին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը նաև պայմանավորված է դրանով, բացի դրանից էլ մի քանի փաստարկներ էր, եթե հիշում եք, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը բերեց, թե ինչ վաճառներով, ատոմային կայանի ինչ-որ ժամանակաշրջան չի աշխատել, ջրային ռեսուրսների պաշարը քիչ է եղել, հեկերի հետ կապված խնդիր է առաջ եկել եւ այլն որոշակի ծախսեր կան չնախատեսված եւ դրանով պայմանավորված պետք է էլեկտրաէներգիան թանկանա։ Միանգամից հարցը հնչեցրեցի, որ պատկերացնենք, ինչի մասն եք խոսել, խնդրեմ, ով է ուզում սկսել։ Անձամբ ես կարող եմ մի բան ասել, որ բոլոր դեպքերում այդպես մեծ զոհողություն կլինի իշխանությունների համար, որ ես ասեմ, գիտեք, դեռևս ուզում եմ վերլուծել, մտածել այդ վերաբերյալ, ինչ որ ասվել է երկրորդ նախագահի կողմից, պարզապես դա այնպիսի բան է ասված, որ ամբողջ մեր ժողովուրդը հասարակությունն է դա իմանում, այնպես որ չեմ կարծում, որ մեծ հայտնագործություն է, ու ես ասում եմ, որ դա ուղղակի ընդհանրապես ընդունված է ասել 100%, բայց 1000%-ով իրականության համապատասխան է։ Բայց իսկ վաճառքը կայացավ, ասեցինք լավ է, որտեվ ով էր ասում դա։ Որտեվ շատ բաներ տվել ենք ռուսներին, սա առաջին անգամ է, որ տվեցինք ամերիկացիներին, հակակշիռը կա եւ այլն եւ այլն։ Այսինքն երկրի ծանոթման հարցը արդեն դրել ենք, թե ումը ինչ ենք տալի, եթե մի ուրիշին մի քիչ բալանսի համար տվել ենք ուրիշին, արդեն տեղ լավ են վարվել, հա։ Ընդհանրապես մոտեցումը սխալ է, ինչի մասն է խոսքը։ Ամբողջ երկիրը իրացվել է, ուրեմն հիմա նստենք արդեն ուրախանանք, թե տարբեր կողմերին տարբեր չափի են դեմ չէր խոսել էր, որ անցկացրել է։ Բայց երկրորդ նախագահն էլ նման դիտարկում էր արել, ասել էր, որ ամերիկացիներն են դա չի, լավ է, ուղղակի որ պետք է Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ։ Մրցույթով պետք է անցկացվի, ճիշտ։ Ես ոչ մի բանի հետ համաձայն չեմ, ես համաձայն եմ իմ երկրի շահերի հետ, ուզում եմ, որ պաշտպանի մեր երկրի շահերը եւ ցանկացած պարագայում, դա կլինի Որոտանի կես, կլինի Նայիրիտի շահագործում, կլինի հանքերի շահագործում եւ այլն։ Բոլոր դեպքերում ուրեմն պետք է առաջնորդվել մի բանով, որն է հասարակության, հանրության շահը, երկրի շահը։ Եթե դա բացառվում է, դա չկա, արդեն չխոսենք, որ ամերիկացիների լավ է, ռուսների վատ է եւ այլն։ Ես չեմ ընդունում այդպիսի մոտիվացիաներ։ Հանրային ծառայության վերած փաստարկները, ատոմակայանը որ կան, կյարե ծախսերը, ոնց են դա համաձայն եք այդ փաստարկը, մոտ արդեն 4-5 հիմնարար փաստարկներ է բերվել, որ ինչու պետք է թանկանա։ Կարգավորող հանձնաժողովի ոչ մի փաստարկների հետ ոչ մի պարագայում չեմ կարող համաձայնել, ոչ թե այսօր։ Իհարկե կարող եմ բերել։ Միայն հակապաստարկներից առաջինը այն է, որ ազգային ժողովում համապատասխան ոչ իշխանական ուժերը, քաղաքական ուժերը ցանկացած ամենատրիվիալ հարց տալու պարագայում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի կարողացել պատասխանել։ Խնդրեմ դրանից ուժեղ փաստարկ, իսկ կարող են մնացած նաև մասնագիտական փաստարկներ բերել։ Մասնավորապես Որոտան գեսում արտադրվող էլեկտրոէներգիան չափազանց մցածր ինքնարժեք ունի։ Խնդրեմ, սա ուրեմն հրամցնում են ուրիշներին կամ ենթադրեն գազի հետ կապված հարաբերությունները, որի պարագայում ես ասում եմ, մեր հանրությունը մնաց այդպես էլ ոչ թափանցիկ դաշտում, իմանալու համար, թե ինչ արժեր հայկական մասը, հայ-ռուս գազարդի, ինչ ընդհանրապես արժի տեղափոխման գինը, ընդհանրապես գազի սահմանից միջև սպառող եւ բնականաբար նման բաներ եւ ամենամեծ փաստարկը, որ տվյալ տիրույթների գերշահույթները կայանում են անում, որ նրանցից յուրաքանչյուրը միջև անգամ ամենացածր տեխնիկական աշխատողստանում է սարսափելի բարձր համեմատած հանրապետության բնակչության հետ, աշխատողների հետ մեծ աշխատավարձ եւ նրանք ունեն շրջանառության ահավոր սահմաններ։ Դա միայն ցույց է տալիս, որ
ուրեմն մարդիկ աշխատում են անսահման գերշահույթի պայմաններում։ Ասեցիք, նորմալ է, մեկ տարվա մեջ տարին չի լրացել, չէ՞, երկրորդ բարձրացումն է սպասվում, այսինքն Ինձ թվում է դա կարող է այդպես կշարունակվի այնքան, մինչև հանրապետությունը ամբողջությամբ դատարկվի։ Konkret նույն հարցերը կապված, եթե հակափաստարկներ ունեք, Համաձայն եք, համաձայն չեք երկրորդ նախագահի դիտարկման հետ եւ հանրային ծառայությունների փաստարկների հետ։ Նախագահ կլինի, թե որևէ մեկը չեն պատրաստում մեկնաբանել, ինձ համար ավելի կարևոր եւ մտահոգիչ է սոցիալ-տնտեսական վիճակը։ Եվ մենք որպես կանոն վերջի տարիներին մի ծայրահեղությունից մյուսին ենք անցնում։ Կամ պետք է պետական լիներ, կամ ամբողջովին մասնավոր, խախտվում են սեփականության ձևերի բազմազանության սկզբունքը, որը շատ կարող է նաև մրցակցություն բերել տնտեսության մեջ։ Տվյալ դեպքում, եթե խոսքը վերաբերվում է Ռոդան երկի կասկադի, այստեղ ես որպես տնտեսագետ կառաջարկեի, որ բաժնետիրական անկերություն լիներ եւ բաժնետոցերը վաճառվեր հանրությանը։ Ես իմ սիրելի գործընկերոջ ասացին հավելեմ, ավելի հստակ փաստեր մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքից մինչև շահույթ, այսինքն ենք դնում, որ վաճառում են էլեկտրաէներգիան, որ վաճառում են հանրությանը, տասնապատիկ շատ է։ Տասնապատիկ։ Այսպիսի մեծ տարբերություններ Հայաստանի Հանրապետությունում դուք շատ կտեսնեք, բնականաբար ներդրողը հենց այնպես չի գալիս եւ գումարներ ծախսում։ Եվ հարց է առաջանում, արդյոք մենք ի վիճակի չենք դա ինքներս կազմակերպել։ Այսպիսի օրինակներ շատ են եղել մեզանում եւ նույն բաշխիչ ցանցերի հետ կապված, որին կարող է տիրանալ եւ բաժնետոմսերին, ինչպես Հայաստանի բնակչության որոշակի հատված, այնպես էլ Սփյուռքի։ Մենք այս պարագայում ինքներս մեծ կախվածության մեջ ենք գնում արտաքին ներդրումից։ Ուզում եմ շեշտել, երբեք այդ մոլուցքը չպետք է շարունակվի Հայաստանի տնտեսությունում, օտարերկրյա ուղղակի ներդրումներ վերջապես պետք է սթափվեն, ուշքի գան, խոսքս ուղղում եմ Հայաստանի կառավարությանը, պետք է խթանել ներքին ներդրումները։ Մինչև մենք ներքին ներդրումները չխթանենք, մինչև մեր իսկ ժամանակավորապես ազատ դրամական միջոցները Հայաստանի Հանրապետությունում մոտենում են, մոտենում են համախառն ներքին արդյունքի գումարին, ազատ դրամական միջոցները։ Այն դեպքում, երբ մենք դրա կիսով չար արտաքին պարտքին տուտակել եւ դեռ մտահոգվում ենք, թե ինչպես պետք է մարենք։ Այսինքն այստեղ բավական նախորդ տարիներին ապաշնոր ղեկավարում է տեղի ունեցել կազմակերպում տնտեսության, որին պետք է վերջ տրվի։ Խոսքը նախկին կառավարության ժամանակ չծախսված գումարների մասին է, ինչքան մեծ գումար չէ։ Դրանք առանձին հարց է։ Հարցեր կան, որոնք գումարների հետ բոլորովին կապ չունեն։ Կապ ունեն գիտելիքի հետ, բանիմացության հետ, լավ կառավարման հետ։ Պարոն Ոստանջյան, այս ընթացքում փորձեցի ես իշխանության ներկայացուցիչներին այս թեմայի հետ կապված հրավիրել քննարկման բանավեճի եւ ես հասկացա, որ ընդհանուր առմամբ որևէ մեկը սրա հետ համաձայն չի։ Հետեւաբար ինչ է նշանակում, ինչ որ մեկն է գերշահույթ ապահովում սա ռուսական կողմի համար է, ում համար է, ինչի համար է, որտեղ նույն ազգային ժողովի հանրապետական ներկայացուցիչները պատրաստ չէին այս թեման գալ։ Գիտեք, չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստ չի իշխանության ներքին անհամաձայնություն կա։ Տեսեք, իշխանության ներսում էլ շատ են այն մարդկանց թիվը, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում։ Պարզապես ճնշող մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, պարզապես մտածում են, որ ապրել։ Հասկանում եք, նրանք չունեն այդպես հնարավորություն, գոնե փոքր ինչ արտահայտել իրենց մտահոգությունը, այսպես մեղմ ասեմ։ Բայց բոլոր պարագաներում նրանք ևս հասկանում են, որ ինչ է կատարվում երկրում։ Եվ բոլոր դեպքերում, տեսեք, դրա վկայություններից մեկը այն է, որ քաղաքական անդիմադիր ուժերը 12 կետը, որ առաջարկում են, չէ, որոշակի ուրեմն իշխանությունները, առավել ևս այդ քաղաքական յալանչիները կամ բոմժերը, ասում են, թե սա բան չի, գիտեք, համակարգային չի, կամ ծրագիր, սա այո համակարգային չի, 13 կետը, պարզապես իմ իմպերատիվ կետերն են, ըստ որի ասում է,
ուրեմն խնդրվում է կամ առաջարկվում է վերացրեք պետական թալանը ու գողությունը, հասկանում եք, հատես անցեք յուրաքանչյուր 12 կետով, ուրեմն սկզբի համար գոնա, արեք կասեցնենք, կանգնեցնենք պետական թալանը, դուք հասկանում եք, այնտեղ բնականաբար 12 կետով ոչ մի ձևով դա ստեղծված չի այդպես համալիր ծրագիր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կամ նրա տնտեսությունը կամ սոցիալ-տնտեսական համակարգը դուրս բերվի այս տխուր շատ ողորմելի վիճակից։ Դուք կարող եք առաջարկել ինչ-որ տեղ, ճանապարհ, որ այս միջոցներ այդ հետեն եւ չբարթեն հանրության ժողովրդի վրա այս էլեկտրաէներգիայի թանկացումը։ Գիտեք, հիմա ես միշտ ասել եմ, որ այստեղ անկախ ամեն ինչից, ասում եմ պետք է քաղաքական կամք, ցանկություն եւ պետական մտածողություն։ Սրանք որ սահմանվեն պատասխանատվության միջոցներ, այս պահին հանրապետությունում, մեր երկրում, ով ինչ ուզում է անում է եւ այդ անելու չափը պայմանավորված է նա ունեցած հնարավորություններով, ուժով, դա կարևոր չի բիրտ, թե իսկապես ինչ ուժով, ուրեմն որքան դու կարողանում ես ունես մեծ հնարավորություններ, դու կարող ես ամեն ինչ անել, միջև անգամ մարդու կյանք վերցնել, ուրեմն։ Կենտրոն հեռուստաընկերություն։ Երբ բանակոսներն է դարձվում են, մի քանի փաստարկներ, որոնք բերվում են հանրային կողմից, այդ թանկացման լավը, որ մասը չփոստեցող է։ Առաջինը 41%-ով էլեկտրաէներգիայի արտադրություն ունի։ Մենք որ թանկացման առաջինից պատճառներից մեկն է։ Երկրորդը 300 միլիոն կիլովատ քիչ էլեկտրաէներգիա արտադրվել ատոմական էներգիայից ավել աշխատելու պատճառով, ինչի հետևանքով 6-17 միլիոն, 16 միլիոն միլիարդ վնաս է կրել։ Երրորդը հեկերը սակավաջուր տարիական էլեկտրաէներգիա չեն կարողացել արտադրել եւ եւս մեկ հակափաստարկ, որ արդեն էներգետիկայի նախարարությունն է բերում։ Նրանք նշում են, որ մենք չենք կարող ենք կանգնեցնել օրինակ հեկը մայիսին, բայց կանգնեցել ենք սեպտեմբերին։ Այսինքն սա ինչով կարող եք բացատրել, եթե մայիսին ջրառած սեզոն է, կարող ենք կանգնեցնել այն ժամանակ, կանգնեցել ենք սեպտեմբերին այն սեզոնին։ Գիտեք, տարօրինակն է, որ մենք ավանդական աղբյուրների մասին ենք խոսում անընդհատ էլեկտրաէներգիայի եւ մոռանում ենք, թե ինչ ջանքեր են թափվել դեռևս ակադեմիկոս Պարիս Հերոնու ժամանակներից մինչեւ այսօր։ Արեգակնային էներգիայի օրինակ փոխակերպում էլեկտրաէներգիայի եւ ինձ համար որպես տնտեսագետի պարզ չէ այդպես է եղել են մասնագիտական լուրջ քննարկումներ որին նպատակը եղել է մեկը հասկանալ թե ինչն է խոչընդոտում որ հելիոֆիկացիայի ծրագիրը չիրականանա Հայաստանում հակափաստարկ չի հնչել արդեն ակամայից գալիս է այն համոզման որ ինչ խումբ մարդիկ շահագրգռված չեն մեղմ ասած թույլ տալու այլընտրանքային աղբյուրների օգտագործումը մնացած դատողությունները թողնում եմ ձեզ այսինքն ես ձեզ արդեն ասեցի այլընտրանք իսկ որպեսզի պարզ լինի արեգակնային էներգիայի համաշխարհային շուկան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերով գնահատման 40 տրիլիոն է կազմելու մոտավորապես այսինքն խոսքը վերաբերում է տնայնագործական ինչ-որ հաշվարկներին եւ այլն բավական բարձր մակարդակի հայտարարություններին որից Հայաստանը կարող է օգտվել եւ ներքին պահանջարկը բավարարելու եւ մրցակցություն ստեղծելու եւ թեթևացնելու ատոմակայանի գարը իհարկե էներգոբալանսում 40-42%-ը որ կազմում է ատոմակայանը երբեք մենք չենք կարող փոխարինել դա բավական լուրջ տեսակարար կշիռ է բայց եթե մենք արեգակնային էներգիայի հետ միասին նաեւ գեոտերմալ երկրի էներգի էներգիա եւ այլ աղբյուրներ փորձենք օգտագործել, մեր հաշվարկները ցույց է տալիս, որ մինչեւ 28% կարող է թեթևացնել այդ բեռը։ Կամ բավական այլ հաշվարկներ նույնպես։ Այստեղ պետք է ցանկություն։ Ես արդեն սկսել եմ կասկածել, որ այդ ցանկությունը չկա, բարձրապես թույլ տալու ազատ առողջ մրցակցություն։ Դե բոլոր դեպքերում այդ բերած ձեր պատճառաբանություններից ամենաշատ ինձ դուր եկավ մայիս ամիսը, հասկանում եք ես անմիջապես մի անգամ ասել եմ դուրս եկավ դա ինչի համար, որտեղ Նադեժդա Կոնստանտինովնա որ պատտվում էր դպրոցներում Լենինի մայից հետո ու պատմեր թե ինչքան բարի մարդ է այդ մարդը եղել, էլի շատ բարի մարդ, ասում են, երբ որ դուրս էր գալիս փողոց երեխաները այսպես սրդաճակ վազում էին, ասում են, բարև ձեզ Վլադիմիր Իլիչ Իսկ նա բոլորին ասում էր գնացեք ձեր մերը, հասկանում եք ասում նա կարար
Չէ, բարձրացան, նա կրած սրախողով Սիրում էր մայրիկներին։ Կարող էր սպանել, չէ, այդ երեխային։ Հիմա տեսեք, այսինքն մայիսից կարող էին մեր կաշին քերթեին հասարակության։ Գոհ եղեք, որ հիմա են այդ բան անում։ Ուրեմն տեսեք, ինչ վերաբերում է ընդհանրապես ցանկացած նման գործողություն կատարող այդ բերես ձեր պատճառաբանությունները առնվազն ծիծաղեր են։ Ջրառատ տարի չի եղել։ Պարզ չի, դուք եք ստուգում, ես եմ ստուգում այդ ջուրը ջրառատ է եղել, թե ջրառատ չի եղել։ Կամ մի ջրային ռեսուրսները ոնց է օգտագործել։ Կամ ատոմայինը չի աշխատել, իսկ ինչի չի աշխատել։ Ո՞ն պատճառով չի աշխատել։ Եվ այլն, պարզ չի, որ եթե գնում են հերթական նման վիճակի, բնականաբար պետք է ինչքան հնարավոր սուտ պատճառաբանություններ կա բերվել, ու դրանք բոլորը այդպիսին են, ինչ որ դուք տվարդեք։ Ոչ մի փաստարկ հիմնավորված չի։ Ոչ մի փաստարկ։ Ասում եմ նորից ամենամեծ ծայրահեղ փաստարկը մնում է այն, որ այդ տիրույթում աշխատող ու գործող մարդիկ ուրեմն ունեն սարսափելի մեծ սեփականություն եւ մեծ շրջանառություն։ Անում այն ինչ որ ուզում են։ Թույլ տվեք ես այստեղ հավելեմ, որ ակնհայտորեն կառվում են պետության երկու հիմնարար գործառույթները՝ կարգավորիչ եւ վերահսկիչ։ Դրա արդյունքում էլ կարող է ներկայացվել այն, ինչ որ ներկայացվում է։ Այո։ Հարայից առաջ այս կարգավորիչը։ Եվս հարցը ձեզ եմ ուզում հոգել, դուք ասացիք, որ էականը երկրի շահն է եւ նկատեցիք, որ երկրորդ նախագահի հարցազրույցում 1000%-անոց ճշմարտություններ են ասված։ Մոռացել եք արդյոք երկրորդ նախագահի իշխանության տարիներին կնքված գործարքներ, մասնավորապես գույք մարդու դիմացը, որով Ռուսաստանին հանձնվեց հայաստանյան ռազմավարական օբյեկտների հիմնական մասը։ Երկի չեմ մոռացել։ Իսկ ինչից դուք ենթադրեցիք, որ ես փաստորեն եթե ասում եմ ամբողջ հասարակությունը, հանրությունը համաձայն է այդ գրվավերջի խոսքի հետ, ուրեմն այն նախորդները ես հիմնավորում եմ, որ ճիշտ է։ Այն ժամանակ էլ է կատարվել։ Արժանահատակ է հիմա երկրորդ նախագահի դիտարկումները էքսպոնան։ Դուք գոնե այդ քամբանը հասկացեք, որ այն մարդը, որը նախագահի դիրքում է գտնվել, նա չի կարող անարժանահատ բաներ ասել։ Ցանկացած, միջև անգամ ոչ լավ նախագահները։ Դեռ վաղ է գնահատական տալ այս կառավարության։ Ես ուզում եմ հավատալ, որ կա ցանկություն, սակայն պետք է նաև լինեն բանիմաց եւ իրենց գործի նպատակներին հավատացող մարդիկ, որոնք իրագործեն այդ նպատակները։ Ես չեմ կարծում, որ միայն կառավարության ղեկավարի գործոնը բավարար է աշխատանքները ճիշտ ուղով տանելու համար։ Քիչ չեն եղել դեպքերը, ես ուզում եմ հիշեցնել 1999 թվականը, երբ երջանկայի Վազգեն Սարգսյանը, որի հասարակության մոտ կասկած չկա, որ նա իսկապես ուզում էր, շատ վճռակամ էր լուրջ փոփոխություններ իրականացնել, այդ ժամանակ իր իսկ պատվիրած թվերն ու զեկուցագրերը չէին հասնում իրեն։ Սա ես մի պարզ օրինակ եմ ուզում բերել, թե մեր երկրում ինչպես կարող են ձախողել լուրջ ռեֆորմները։ Ես կարծում եմ, որ պետք է թիմ, որը նպատակասլաց կաշխատի։ Ես այդ նպատակասլացությունը եւ կամքը տեսնում եմ վարչապետի մեջ, չեմ ուզում կասկածել նրա անկեղծության եւ նրա արած հայտարարությունների մեջ, բայց պետք է ինստիտուցիոնալ փոփոխություններ լինի, այսինքն միայն անձի կամային հատկություններով, որ հարկային դաշտ բերել մինչ օրս ստվերում մնացածներին եւ այլն, կարծում եմ դա այս կարճ ժամանակահատվածի համար կարող է ճիշտ լինել, բայց երբևէ փոխվում են կառավարության ղեկավարները եւ պետք է լինի մեխանիզմ, որը կաշխատի անգամ կառավարության ղեկավարի բացակայության պայմաններում։ Ես ձեզ բերեմ մի օրինակ, Բելգիան գրեթե 1 տարի չուներ վարչապետ։ Եվ այդ տարիներին ես դասավանդում եմ Բելգիայի համալսարաններից մեկում, Անտվերպենի համալսարանում, եւ հետևում եմ տնտեսական նաեւ զարգացումներին։ Տարիմաստորեն այդ տարիներին, այդ ընթացքում հարկահավաքությունը, օրինակ, ավելի բարձր է եղել։
տնտեսական մեխանիզմը աշխատել է ժամացույցի պես։ Այսինքն պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որտեղ անձինք բնավ դերակատարություն չունենան լուրջ փոփոխություններ կատարելու։ Նույնը կարելի է Միացյալ Նահանգների մասին։ Ով լինի նախագահ։ Եվ համակարգային երկրի։ Համակարգային լուրջ փոփոխություն։ Եթե դա կհաջողվի ներկայիս վարչապետին, ես անձամբ որպես տնտեսագետ պատրաստ եմ ամենայն աջակցություն ցուցաբերել, բայց դրա համար նորից ուզում կրկնել թիմ է պետք։ Նախարարների կաբինետ դեռևս չի նշանակում թիմակիցներ։ Ձեր կարծիքը եւ ավարտում ենք։ Ես համակարծիք եմ եւ մտածում եմ իսկապես պետք է ժամանակ ընձեռնի կառավարությանը դրսևորվելու, ընդհանրապես որոշակի շտկումներ իրականացնելու, առավել ևս որ ժամանակը թույլ չի տալիս սպասել, բոլոր պարագաներում ես կարծում եմ, որ մի քանի անգամ այդ վերաբերյալ արտահայտվել եմ, որ իդեմս նոր վարչապետի ես ուզում եմ տեսնել այդպես ավելի լավ հեռանկարներ, եթե իհարկե իրեն թույլատրվի անելու ինչ-որ քայլեր։ Շնորհակալություն։